Չգիտենք Նախճեվանյան դրվագը իրականում իրանացիներն էին թե չէ, եթե իրենք էին նախազգուշացում էր, եթե ոչ, ապա Ադրբեջանին Իսրայելն էր փորձում ներքաշել Իրանի դեմ պատերազմի, այդ էլ կա, եթե Իրանը այնքան թուլանա, որ Ադրբեջանը մի պահ թվա Ադրբեջանին կամ համոզվի, որ կարելի է հիմա հարվածել, մտնել, գրավել Թավրիզը, հայտարարել, որ Արդեբիլը, Թավրիզը հայտարարել, որ սա հարավային Ադրբեջանը եւ մենք վերջապես միավորվեցինք, անպայման Ադրբեջանը այդ քայլը կանի Թուրքիայի աջակցությամբ, անպայման։ Թեև այդտեղ էլ մեծ խնդիրներ կան, քրդերի հարցը կա, քրդերն են այդտեղ մտնելու խաղի մեջ, որոնք բազմաթիվ են Իրանի արևմտյան Ադրբեջան նահանգի տարածքում։ Այսինքն, չնայած խոսույթին Թուրքիա-Իսրայել առճակատում չեք պատկերացնում։ Այս պահին ոչ, հետագայում շատ հնարավոր է, հետագայում ասելով նկատի ունեմ տարիներ հետո կամ եթե իրավիճակը մերձավոր արևելքում կտրուկ փոփոխություններ կրի եւ դա կարող է լինել հենց այս պատերազմի։ Դե մեզ դա հետաքրքրում է այն մասով, թե ում վերահսկողության տակ կմնա Բաքուն, Անկարայի թե Թել Ավիվի։ Բաքուն այդ պահին պետք է նայի թե ով է ավելի ուժեղ, որովհետեւ միայն Բաքու Թել Ավիվի հարց չէ, կա նաև Ռուսաստան, կա նաև Իրան, կա նաև Միացյալ Նահանգներ եւ Եվրոպա։ Այսօր Բաքուն Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Իսրայելի, այսպես ասած, դաշնակիցն է, նաև Եվրոպայի, ՆԱՏՕ-ի, ասենք, բայց հատկապես այդ ԱՄՆ Իսրայել գիծն է աշխատում եւ Թուրքիա, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բնականաբար։ Բայց դե հետո ինչպես կզարգանան դեպքերը, ով կթուլանա, ով կուժեղանա դրանից դատելով Ալիևը կփորձի իր դիրքորոշումների մեջ ճշգրտումներ մտցնել, բայց դա կհասցնի թե չի հասցնի, հայտնի չէ։